Որոշ ժամանակ առաջ Նյութը է տեղադրել, որի վերնագիրն էր «Հայր մերը» հարցականով։ Նյութի իմաստը այն էր, որ երեխային պետք չի սկզբում սովորեցնել հայր մերը, այլ սկզբում, եթե նույնիսկ ինչ-որ բան սովորեցնում եք, պետք է սովորեցնել սկզբում Վահագնի ծնունդը, ապա նոր հայր մերը, քանի որ Վահագնի ծնունդը մերն է, իսկ հայր մերը համամարտկային է, սկզբում պետք է սովորեն մերը։ Նյութի տակ մի մեկնաբանություն կար բավականին երկար, որի հենց առաջին տողերն այսպիսին էին, որ մենք քրիստոնյա ենք և կարիքը չունենք Վահագնի, այդ աղտոտություններից պետք է հրաժարվել։ Աղտոտությունը դեռ ոչինչ, դրանից ավելի վատ բաներ կային մեկնաբանություններում, մեկնաբանությունը բավականին երկար է և չեմ էլ հեռացրել։ Բայց Վահագնին հավասար է նաև Անահիտը, Հայկը, Հայկի որդիները, Հայկի թոռները, որոնց անուններով բազմաթիվ բնակավայրեր կան, լճեր, գետեր, տարածաշրջաններ, հրաժարվենք այդ բոլորից, թե ոչ։ Հենց այսպիսի մարդիկ էին, որոնք 301 թվականին ընդունեցին քրիստոնեություն և սկսեցին ավիրել համարյա ամեն ինչ, չթողեցին ոչինչ, ավիրել են համարյա ամեն բան, մնաց միայն բանավոր խոսքով փոխանցվեց որոշ բաներ, որոնք պահպանվեցին, կքանդեին նույնիսկ գառնին, պարզապես չեն կարողացել, կառույցը բավականին ամուր է եղել։ Գառնու մասին հետաքրքիր նաև պատմություն կա, 19-րդ դարում Թիֆլիսի նահանգապետը նույնիսկ ցանկացել է, որ կառույցը տեղափոխել Թիֆլիս, բայց Երևանի նահանգապետն ասել է, որ կառույցն այնքան ամուր է, որ ինքը հնարավոր չի նույնիսկ Երևան տեղափոխել, ուր մնաց թե Թիֆլիս։ Եվ վերջում կարելի է ասել, որ այսպիսի մտածողությամբ մարդիկ վնաս են հասցնում նույնիսկ քրիստոնյաներին և քրիստոնեությանը, քանի որ լսելով նման խոսքեր, մարդիկ սկսում են տհաճություն զգալ նույնիսկ քրիստոնյաներից և քրիստոնեությունից։